Ընդելացիներին բերեցին մի հսկայական ժայռի վրա, որտեղից երևում էր աշտարակը։ Նրանք հիանում էին զանազան գույներով, ծառերով, որոնք ոսկյա էին և թանկարժեք քարեր ունեին։ Այնուհետև ընդելացիներին տարան երկու հսկա դռան մոտ, որոնցից յուրաքանչյուրն ավելի քան 100 ոտնաչափ բարձրություն ուներ և տանում էին դեպի մեծ սրահը, դատաստանի սրահը։ Ուր եք տանում ես հիմա։ Որտեղ են ընկերները։ Ներեցեք, դուք գիտեք ուր են նրանք մեզ տանում։ Ոչ, խնդրում եմ քաշ եք վրվեք։ Ջեյլոն, թագավոր Ջեյլոն։ Դու եք հասկանալ։ Նա սիրող է, ողորմած, բարի, այո, բարի։ Օ, սա խաբվածն է։ Անկախ, ինձ նայիր։ Ինչու նատես։ Ուժեղ եղիր։ Մենք կապավելու ենք ընկերս։ Այո, իհարկե։ Մյուսներին տեսար ես։ Ոչ, բայց… Օ, հուսահատ սիրտ։ Անկախ, ինչ է պատահել։ Այժմ համոզված եմ, որ ճիշտ է։ Սա միանգամայն անսովոր օր է նրա համար։ Երբ իմանաս, որ Սեյջսն այստեղ է, հաստատ ավելի լավ կզգաս։ Սեյջս։ Ողջույն բոլորին։ Շատ հաճելի է տեսնել ձեզ պարոն, բայց ինչու եք այստեղ։ Ես թույլտվություն խնդրեցի իմ նախկին ուսանողներին դեպի գահն առաջնորդելու։ Դուք շատ բարի։ Անկախ, ավարտելուց հետո քեզ երբեք չեմ տեսել։ Այո, ներիր, ես ներողություն եմ խնդրում այն ամենի համար, որ ասել եմ, երբ դեռ Էնդելում էինք, ճշմարտությունը պարզ է այժմ, ես անմիտ էի։ Երանի կարողանայի ավելին անել քեզ օգնելու համար։ Սեյջս, խնդրում եմ հիշիր, որ Էնդելում ես լավ քաղաքացի էի, ես իմ լավագույնն եմ արել այնտեղ։ Ժամանակն է։ Ինչի ժամանակն է։ Ուշադրություն, դուք այստեղ եք, որ զորեղ թագավոր Ջեյլոնի առաջ իրավակ և կանգնեք դատաստանի սրահում։ Եվ առաջինը պետք է գա անկախը։ Ես կգամ քեզ հետ։ Շնորհակալ եմ, Սեյջս։ Ամեն ինչ լավ կլինի ինքերս։ Հաջողություն քեզ։ Շնորհակալ եմ։ Իմ կյանքում երբեք այդքան սիրելներ չեմ տեսել։ Դուք սուտեն։ Իսկ սրահն այնքան հսկայական է։ Վերջում, այնտեղ, հեռվում գահն է։ Այո, Ջեյլոնն է, եկ, քայլիր անկախ։ Ինչ դժվար է քայլել։ Այնքան ուրախ եմ, որ ինձ հետ է Սեյջս։ Սիրող և ողորմած թագավոր։ Սիրող և ողորմած, 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 սիրող և ողորմած։ Խապվածնային, բարեգործություն և ես Հուսահացի, խապված։ Մենք էլ ձեզ ենք ուզում։ Անկախ եմ ստորգնաց դատաստանի սրահ, մենք լսեցինք։ Վերջապես կտեսնեմ Ջեյլոնի։ Բարեգործություն։ Հիմա Ջեյլոնի դատաստանն է։ Հետաքրքիր է, ինչպես եք կանգնելու գահի առջև։ Այո, ես անկախի համար եմ ապստանում։ Սիրող և ողորմած։ Սիրող և Անկախ, ողորմած։ ես այլևս չեմ գալու։ Հիմա արդեն Ջեյլոնը և դու պետք է խոսեք։ Նրան նայիր և վերցրու, կեր այս ուտելիքը։ Այո, իհարկե։ Բոլորը պետք է ճանաչեն և հասկանան, որ ես եմ, որ քննում է մարդու միտքը և սիրտը, և ես բոլորիդ կհատուցեմ ըստ ձեր աշխատանքի արժանիքի։ Անկախ, ժամանակն է, որ հաշիվ տաս քո գործունեության համար։ Հսկայական դռներից այն կողմ, մեծ գոռոցով և աղմուկով բացվեց մի դուռ, որը բանտի էր նմանվում։ Սրահի առջևի մասը ծածանվում էր հազարավոր գույներով, իսկ գույները, որոնք շարունակ փոփոխվում էին, պատկերում էին անկախի իրական կերպարը և կյանքը։ Հայրիկ! Չկա մի արարած, որ նրա դեմ չերևա, այլ ամեն բան բաց ու հայտնի էր նրա առջև,
որին պիտի տրվի մեր հաշիվը։ Ոչինչ ծածուկ չէ։ Ո իմ թակավոր, գոնե իմ լավ գործերը թող ծածկեն վատարարքներս։ Ես պատրաստ եմ ընդունել քո շտկումը։ Գրագիր, անկախի անունը գրված է կյանքի գրքում։ Ոչ, տերին։ Իսկ ինչ է դա նշանակում։ Անկախ, դու մեղադրվում ես չար բնույթն ընտրելու մեջ։ Այժմ քեզ կտանեն միայնության եւ լքվածության երկիրը եւ կյանքիդ մնացած մասը կանցկացնես այնտեղ, որտեղ տիրում է խավարը եւ անհուսությունը եւ միայնությունը։ Ոչ, Դու չհավատացիր ինձ։ ինչու տերի։ Ուսուցիչները սովորեցրել են քեզ, որ եթե չհավատաս, որ ես եմ որեն, դու կմեռնես քո մեղքերի մեջ։ Բայց տեր, Ուրիշ մեկով փրկություն չկա, որովհետև նրանից բացի ուրիշ անուն չկա։ Երկնքի տակ մարդկանց տրված, որով կարող եք փրկվել։ Սակայն տեր Ջեյլոն, իսկ իմ լավ գործերը, արդյոք նրանք չեն ծածկում իմ գործած չարիքները։ Նշանակություն չունի, թե որքան շատ կամ քիչ ես խախտել օրենքը, քանի որ մարդը, որը կատարում է Ջեյլոնի յուրաքանչյուր օրենքը, բայց խախտում է ընդամենը մեկը, նույնքան մեղավոր է, որքան նա, ով խախտում է բոլորը։ Այդ դեպքում ինչպես կարող է որևէ մեկը փրկվել։ Համբերություն, դու պատասխանիր անկախին։ Չէ որ քո ուսուցիչները սովորեցրել են քեզ անկախ, որ Ջեյլոնն իր հատուկ շնորհքով է փրկել քեզ, որին պետք է հավատալ։ Դու չես կարող հատուցել նրան։ Այն պարգև է Ջեյլոնից։ Փրկությունը լավ գործերի պարգևատրում չէ, որպեսզի մեզնից ոչ ոք չկարողանա բարձրանալ դրանով։ Շատ երկար ժամանակ առաջ ես վճարեցի այն օրենքի գինը, որը խախտվել էր կամ կարող էր խախտվել էդելլացիների կողմից։ Դու գիտես, որ անհնար է, որ որևէ մեկն անարատ մնա իմ առջև եւ դրանով ազատի ինքն իրեն, քանի որ ես բոլորին սիրեցի, ինքս բոլորի համար վճարեցի։ Այսպիսով իմ փրկությունը պարգև է, որը չեք կարող վաստակել։ Աֆաբելի քաղաքացի դառնալու համար հնարավոր չէր բավական բարի գործեր գործել։ Այն հավատքով է տրվում։ Այնինչ դու մերժեցիր այն, ինչը ես արել էի քո կյանքը փրկելու համար։ Ուրեմն իմ արած բոլոր բարի գործերը անօգուտ են։ Գրված է. մեռելները ոչինչ չգիտեն ու էլ վարձք չեն առնում, որովհետև նրանց հիշատակը մոռացվեց։ Այն ամենը, ինչ արել են իրենց կյանքի ընթացքում, սիրել, ատել, նախանձել, կորսվեց ու նրանք արևի տակ եղած բաներից էլ հավիտյան բաժին չունեն, որովհետև չարությունն ապագա չունի, նրանց լույսը խավար պիտի դառնա։ Բայց թակավոր Ջեյլոն, դու ողորմած թակավոր ես։ Էնդելի դպրոցում են ինձ այդ մասին ասել։ Այո, դու լի ես շնորհքով։ Ես ողորմած թակավոր եմ։ Հենց այդ պատճառով էլ իմ խոսքն էի ձեզ տվել։ Ինչպես որ ընտրեցիր քո կյանքն ընդելում անցկացնել, այն ինչ արեցիր դու անառարկելիորեն ընտրեցիր քո ապագան դեպի խավարի իշխան Դեյգանը։ Ինչպես կարող եմ ողորմած, ճշմարիտ եւ սիրող լինել եւ թույլ տալ, որ քո չար վարմունքով ապականես այս հիանալի քաղաքի մաքրությունը եւ հնարավորություն տալ, որ մտնես Աֆաբել։ Դու մի էություն ես ընտրել, որը կարող էր հազարավոր կյանքեր ապականելու դրսևորումը լինել։ Դու ինքդ ես ընտրել քո ճանապարհը, եւ դու կպատժվես ճիշտ այնպես, ինչպես ընկած Դեյգանը։ Եթե հիմա ներեմ քեզ, ես անարդար կլինեմ, իսկ ես այդպիսին չեմ։ Բայց տեր, Նա ով արհամարում է խոսքը, պիտի կորսվի։
նա ով պահում է պատվիրանը կպարգևատրվի։ Պահակներ, բռնեք նրան եւ տարեք դրսի խավարը, որտեղ կլինի լաց եւ ատամների կրճտոց։ Ոչ, Քանի որ կանչվածները շատ են, իսկ ընտրվածները քիչ։ Շարժվիր։ ոչ, դուք չեք կարող նման բան անել։ Դատարեք։ Ինչ եք անում։ Ուր եք տանում ինձ։ Ոչ, այդտեղ։ Ոչ։ Ախ, որդիս։ Հետաքրքիր է, ինչպես է անկախը։ Այո, հետաքրքիր է։ Համոզված եմ, որ նա հիանալի է։ Ես այնքան էլ համոզված չեմ։ Նա իր կյանքի ողջ ընթացքում մերժել է Ջեյլոնին։ Եկեք երկակի կյանքին հարցնենք, նա պետք է որ իմանա։ Ոչ, եկեք չհարցնենք երկակի կյանքին։ Օ, այսինչ ձայն է։ Ուշադրություն։ Շուտով կհանդիպեք ձեր թագավորին։ Նա քննել է ձեր սիրտը եւ տեսել ձեր պտուղները։ Նա գիտի ձեր սիրտը, ձեր շարժարիթները, ձեր մտքերը եւ ձեր զգացմունքները, ինչպես նաեւ ձեր գործերը։ Ոչինչ ծածուկ չէ։ Իմացեք, որ նրա դատաստանը արդար է։ Ես ասեր, քո հերթն է հիմա։ Արդյոք նա իմ անունը հայտարարեց։ Այո, կարծես թե քո անունն էր։ Միգուցե Էնդելի քաղաքապետը լինելու պատճառով ինձ շուտ կանչեց։ Պարզապես այդպես եմ կարծում։ Հնագույն գրվածքները գրում են ալֆաբետի կալվածքների մասին, եւ շատ հավանական է, որ Ժամանակն է, ես ասեր։ անհավանական է։ Ես ասեր, Սեջես, ուրախ եմ, որ այստեղ ես։ ես նույնպես ուրախ եմ, որ տեսնում եմ քեզ։ Խնդրում եմ ասա ինձ։ Այն գահերը, որոնք տեսնում եմ այնտեղ, մեծ գահեր են։ Այո, Երևում է, որ դեռ դատարկ են։ դրանք կառավարիչների գահերն են։ Կառավարիչների։ Գրավիչ է ինչու։ Եկ, Օ, այս դռները։ Իմ Սեջես, ես ընկերոջս եմ տեսնում։ Կարելի է։ կարելի է։ Հասարակական։ Այդ դու ես։ Այո, բայց իմ անունն այժմ հասարակական չէ, այլ գոհություն։ Հիմա շատ ավելի լավ է։ Բայց դու ինչու ես հետևի շարքերում։ Ջեյլոնի գահի մոտ ցանկացած տեղում լինելը մեծ պատիվ է։ Ո, այո։ Եթե միայն Էնդելում իմանայի այն, ինչ հիմա գիտեմ, ես մի անգամ այն այլ կերպ կվարվեի։ Եվ այսօր էլ Ջեյլոնին ավելի մոտ կլինեի։ Ես չեմ հասկանում։ Դու զորավոր քաղաքացի էիր Էնդելում։ Դու ամենահռչակավոր ուսուցիչներից մեկն էիր, եւ շատ ավելին, քան հիմա կարող եմ թվարկել։ Իսկ այն կերակուրները, որ բաժանում էիր, Դե, ես այդ ամենն արել եմ ճանաչողություն եւ ընդունելություն ձեռք բերելու համար, ինչպես նաեւ մեծ համբավ։ Այնինչ ես պետք է Ջեյլոնի խոսքերը լսեի։ Երբ խնջույք ես անում, հարուստներին մի հրավիրիր, այլ աղքատներին, կույրերին, կաղերին եւ խեղճերին։ Եվ երանելի կլինես, քանի որ քեզ փոխարենը հատուցելու ոչինչ չունեն։ Դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը։ Ես այդ խնջույքներն անում էի իմ շահի համար, ոչ թե հասարակության շահի համար։ իսկ այն նվիրատվությունները, որ արել ես Էնդելի դպրոցի համար։ Իրականում ես շատ քիչ տոկոսն եմ տվել։ Ես պատվիրում էի ավելի շատ ռեստորանների շահի համար, որովհետև վախենում էի ձախողվելուց։ Դա էլ արել եմ, որ մի փոքր թեթևացնեմ իմ խիղճը։ Ես էլ որոշ նվիրատվություններ եմ արել Էնդելի դպրոցի համար։ Ես գիտեմ։ Հետաքրքիր է։ Արդյոք ես վարձք ունեմ։ Այո, պարզ է, քանի որ այն ամենն ինչի համար ապրել եմ, իմ սեփական հարմարավետությունն էր։ Սեփական հարմարավետությունը, ապահովությունը եւ համբավը, ոչ թե նրա փառքը։ Այդ պատճառով ես այս քաղաքում ամենափոքրերից մեկն եմ, բայց ես դեռևս համոզված եմ նրա բարությամբ եւ իմ հանդեպ ունեցած մեծ սիրով։ Սպասիր, դու ասացիր ամենափոքր քաղաքացին։ Այո, Ուզում ես ասել, որ դասակարգումներ կան նրա մոտ։ այո, կարգեր կան։
Եվ սրա մասին մեզ ասել են Էնդելում։ Շատերը շահագրգռված չէինք լսել դա, բայց մեր սրտի խորքում մենք գիտեինք։ Իրականում, երբ քեզ կանչեցին սրա, ես լսեցի քո մտքերը։ Դու լսեցիր։ Դու ակնկալում էիր գահի մոտ տեղ ունենալ։ Ճիշտ եմ հասկացել։ Լավ, ենթադրում եմ, միգուցե դու լսեցիր իմ մտքերն ասացիր։ Հո, այո։ Մենք բոլորս լսեցինք։ Օ, ես Նրանք, ովքեր մեծ կկոչվեն երկրի վրա, փոքր կլինեն թագավորության մեջ։ Մենք այս սրահում վերջին շարքերն ենք զբաղեցնում։ Նրանք, ովքեր Էնդելում ազնվական էին, այս սրահում միջին դասի են պատկանում։ իսկ ովքեր են այնտեղ գահի առջև։ Նրանք են, ովքեր հավատարիմ եւ հնազանդ էին եւ սպասում էին Էնդելի թագավորությանը։ Նրանք ամենաօրհնվածներն են։ Նրանք ապրելու են գեղեցիկ Ռիգլ թաղամասում, արևելյան ափին։ Այստեղ է ապրում նաև թագավորը։ Նրանց արտոնություն է տրված ապրել եւ աշխատել հենց թագավորի կողքին։ Նրանք ամենամեծն են թագավորության մեջ։ Ես ասեր, Այո, հասկացիր, որ Ջեյլոնն արդար է եւ սիրում է մարդկանց։ Այս կյանքը անհնար կլիներ առանց նրա։ հասկանում եմ։ Մեծ արտոնություն է նույնիսկ ամենափոքր տեղը զբաղեցնել քաղաքում։ Եկ եսասեր, դու դեռ մտածելու շատ բան կունենաս։ Սպասիր մի րոպե, արդյոք նա պարոն Շարժարիթը չէ դպրոցի ուսուցիչը։ Նա է, Կարելի է խոսել նրա հետ։ կարելի է։ Պարոն Շարժարիթ, Ողջույն եսասեր։ ես մի փոքր շփոթված եմ։ Դու Ջեյլոնի մեծագույն ուսուցիչն էիր եւ քո դասերը ամենահայտնին էին դպրոցում։ Ուրեմն ինչու ես վերջին շարքերում։ Սա իմ տեղն է։ Ես Աֆաբելի ամենափոքր քաղաքացիներից մեկն եմ։ Ես ապրում եմ ջրմուղում եւ աշխատում եմ որպես ջրմուղագործ։ Ինչ։ Դու ամենափոքրն ես։ Դու պետք է այն գահերից մեկի վրա լինես։ Մեծ պատիվ եւ պատասխանատվություն էր Ջեյլոնի ճանապարհները սովորեցնելու ուսուցիչ լինել։ Մինչդեռ շատ առումներով ես ձախողվեցի։ Ոչ, ես չեմ հասկանում։ Իմ ուսուցումները հավասարակշռության վրա էին։ Եվ ես Ջեյլոնին ծառայելու միայն դրական կողմերն էի շեշտում։ Ես իմ ուսանողներից շատերին ասել եմ, որ նրա ճանապարհներն օգտագործեն հաջողակ լինելու համար, առանց նրանց զգուշացնելու կյանքի դժվարությունների եւ խնդիրների մասին։ Ես նրանց չեմ սովորեցրել, որ կյանքի իրական նպատակը Ջեյլոնին հաճեցնելն է։ Հնագույն գրվածքները հստակ նշում են, որ պետք է քարոզել Ջեյլոնի ողջ խորհուրդը։ Ես նրանց սովորեցրել եմ, բայց շատ բան ուղղակի անտեսել եմ։ Ես բազմաթիվ կյանքեր եմ կառուցել, որոնք Ջեյլոնին քիչ փառք են բերել, եւ իմ աշակերտներից շատերն այժմ միայնության եւ լքվածության երկրում են։ Օ, ոչ։ Ես չեմ տվել այն, ինչ պետք էր նրանց։ Ես տվել եմ այն, ինչ նրանք էին ուզում։ Ընդունված էր ասել, որ ամեն ինչ լավ է, սակայն լավ չէր։ Ես քաջալերել եմ այն ծրագրերը, որոնք նրանց խաբեությունն էին ավելացնում։ Նրանք անտեսում էին Աֆաբելը, եւ շատերը հայտնվեցին այստեղ, այս վերջին շարքերում։ Նրանք իրենց կյանքը վատնեցին, եւ հետևանքը եղավ այն, որ կրակը սպառեց նրանց, նախքան դատաստանի սրահում կանգնելը, եւ ես ողբում եմ կորսվածների համար։ Դու ասացիր կրակը։ Այո։ Չես հիշում հնագույն գրվածքները։ Յուրաքանչյուրի գործը կրակով պիտի փորձվի, որպեսզի երևա, թե արդյոք այն կպահպանի իր արժեքը։ Եթե աշխատանքը հաղթահարում է կրակի փորձությունը, պարգևի է արժանանում, բայց եթե աշխատանքն այրվում է, կառուցողին մեծ կորուստներ են սպասվում։ Ջեյլոնի տերության հիմնարար սկզբունքներով միայն մարդը կարող է մտնել այս թագավորություն։ Ինչևէ, երբ որ մենք ճշմարտապես պատկանում ենք նրան, մենք պետք է կառուցենք այս հիմքի վրա։ Մենք չափվելու ենք ըստ հնագույն գրվածքների։ Իմ կյանքը թեև կարճ, ես մերժեցի օգտագործել իմ իշխանությունն Աֆաբելի համար իմ ուսանողների վրա ազդեցություն թողնելու, հետևաբար ես կորցրի իմ պարծքը։ Պարոն Շարժարիթ, ես խորապես ցավում եմ։ Իմ անունն այլևս Շարժարիթ չէ։ Ջեյլոնը քեզ նոր անուն է տվել։ Այո, խոնարհված։ 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 Եսասեր, եկ։ Սեջոս, ինձ սկսում է հետաքրքրել։ Դու հավատում ես, որ ես իսկապես շինություն եմ եղել ուրիշների համար, թե ես իրականում անհանգստացած էի իմ հաջողությամբ, իսկ երբ ես քաղաքապետ էի, արդյոք Ջեյլոնի փառքի համար է ղեկավարում, թե Ես քո ուսուցիչն էի։
Ջեյլոնը քո դատավորն է։ Բայց Ամեն բան իր ժամանակին կհայտնվի։ գիտես, ես մի բան նկատեցի։ Ինչքան հեռու ենք գնում, մարդիկ ավելի իշխանական են թվում, եւ նրանք թագեր եւ գավազաններ ունեն։ Այժմ Ջեյլոնի կառավարիչների մոտով ենք անցնում։ Զարմանալի է, որ այս մարդկանց տեսնում եմ այստեղ։ Տես, թե ինչ սեր կա նրանց աչքերում։ Երբ ես քաղաքապետ էի, ես էլ էի փորձում սիրալիր լինել։ Հավանաբար այստեղը ինձ համար է եւ իրականում սպասիր։ Ինչ որ բան այնպես չէ։ Նա, որ գալիս է մեզ ընդառաջ, հավատում եմ, որ նա ոչ, չի կարող պատահել։ Նա կառավարիչ է։ Սեջս նա քաղաքապետարանի անդամներից մեկի քարտուղարուհին էր։ Ինչու նա գահ ունի։ Ինչ ես հիշում նրա մասին։ Դե շատ բան չեմ հիշում։ Նա երբեք աչքի չի ընկել։ Հիմնականում հանգիստ էր եւ լուռ։ Նայիր, ինչու են զինվորները խոնարհվում նրան։ Ես ասեր, Ողջույն։ բարի գալուստ Աֆաբել։ Ջեյլոնը ասաց ինձ, որ խոսեմ քեզ հետ նախքան նրա մոտ գնալը։ Այժմ իմ անունը Համբերություն է, եւ նա ինձ կառավարիչ է նշանակել։ Բայց ինչպես կարող էր այստեղ հայտնվել։ Ներիր, ես դա նկատի չունեի։ Բոլորովին։ Մի անհանգստացիր։ Խաբեությունը չի կարող թաքնվել այս մեծ սրահում կամ մեծ քաղաքում։ Դու միայն անկեղծ պետք է լինես։ Էդելում դու մտահոգված էիր քո կերպարով ու համբավով, որն էլ շատերին ստիպում էր խաբեությամբ խոսել։ Բարերը շատ կարևոր են։ Բայց այստեղ կշարքին են դրվում նաև մեր մտադրությունները, քանի որ դրանք ակնհայտ են այստեղ։ Դու սովորել ես դպրոցում, որ դատվելու ես Էնդելում ասված ամեն մի խոսքի համար։ Ամեն խոսքի։ Նկատի ունես ամեն խոսակցության, ամեն մի խոսքի համար։ Ամեն խոսքի։ Հիշիր Ջեյլոն թագավորի խոսքերը։ Վստահ եղիր, որ դատաստանի օրը մարդը պետք է հաշիվ տա ամեն դատարկ խոսքի համար, որը երբևէ ասել է։ Քո խոսքերը կօգտագործվեն քեզ դատելու համար, քեզ կամ մեղավոր կամ արդար հայտարարելու։ Դատարկ խոսքերն անիմաստ են, փուչ կամ անօգուտ։ Բոլոր այն բառերը, որոնք հակասում են Ջեյլոնի էությանը։ Ես երբեմն չեմ հասկացել, որ պետք է հաշիվ տակ դատարկ բառերի համար։ Մեծագույն ճշմարտություններ են ասվել, բայց ամեն խոսքի համար։ Համբերություն, ինչ է սպասվում ինձ հիմա։ Հնագույն գրվածքները հստակ են ասում. ձեր պարգևը կախված է ձեր ասած խոսքերից եւ ձեր գործած գործերից։ Ոչ միայն քո խոսքերը եւ քո գործերն են քննվելու, այլև դրանց դրթող շարժառիթները։ Դու նաեւ դատվելու ես քո մտքերի համար։ Մի մոռացիր, որ Ջեյլոնի դատաստանը արդար է, որը քննում է միտքը եւ սիրտը։ Ահա թե ինչու այդքան զարմացար, երբ ինձ գահին տեսար։ Դու իմ մասին կարծիք էիր կազմել Էնդելում ունեցած իմ հաջողությունների լույսի ներքո։ Ջեյլոնի դատաստանը այլ լույսի ներքո է, այն դու տեսնում ես հիմա ու շուտով ակնհայտ կտեսնես։ Քո թագավորը սպասում է քեզ։ Շնորհակալ եմ։ Եսասեր, այժմ քո ժամանակն է մենակ գնալու դեպի գահը։ Ես թողնում եմ քեզ։ Ջեյլոն, իմ թագավոր։ Դու Էնդելում իմ ժողովրդի կառավարիչն էիր։ Պատրաստ ես այժմ Աֆաբելի գահերից մեկին նստել։ Ես իրականում Գրագիր, քանի մարդու վրա է ազդեցություն ունեցել եսասերը թագավորության համար։ 17։ 17։ Որքան է այն մարդկանց թիվը, որոնց վրա համբերությունն է ազդեցություն ունեցել իմ թագավորության համար։ Ավելի քան 5000 տերի։ Ինչպես կարող էր նման բան պատահել։ Նա քարտուղարուհի էր, ես քաղաքապետն էի։ Ես չհարցրի, թե քանիսի վրա ես ազդեցություն ունեցել, այլ քանիսի վրա ես ազդեցություն ունեցել իմ թագավորության համար։ Քո նախկին ուսուցիչը, պարոն Շարժառիթը, նա շատ ավելի մարդկանց վրա է ազդել, քան դու ինքդ։ Բայց նրա ազդեցությունն իմ արքայության համար չի եղել։ Այդ պատճառով էլ նա կառավարիչ չէ։ Այն ազդեցությունը, որն անցնում է դատաստանի քննությունը, համապատասխանում է իմ ճանապարհներին եւ թագավորությանը։ Համբերությունն ուրախությամբ օգնում էր դպրոցին թե ֆինանսապես, թե ծառայությամբ, եւ այդ ամենը դպրոցի ծառայության օգտի համար էր, որն էլ գրանցվել է իր հաշվին։ Բայց ես եւս ներդրում եմ արել դպրոցի համար։ Քո նվիրատվությունների շարժառիթներ կարեկցանքը եւ դու քո համբավի մասին էիր հոգում։ Սրա համար դու քո վարձքն Էնդելում առար։ Մյուս կողմից համբերությունը մարդկանց համբերություն եւ սեր է ցուցաբերել թագավորության համար։
Նա ապրում էր մարդկանց իմ ծառայություններին բերելով, որն էլ իր հերթին հազարավոր կյանքեր շահեց թագավորության համար։ Ես նրան ավետարանիչ վերանվանեցի։ Այդ բոլոր կյանքերը շահվեցին համբերության եւ քաղցրության շնորհիվ, որովհետև նա նրանց իմ ծառայություններին է առաջնորդել, ինչպես նաև աջակցել է այն դպրոցին, որտեղ սովորել է։ Ես հիշում եմ նրան, բայց դա երբեք չեմ իմացել։ Շատ այլ միջոցներ եւս կային, որոնցով համբերությունն ազդեցություն է ունեցել էնդելլացիներին տրված կյանքի վրա։ Շատ փոքր բաներ կան, որոնք շատ մեծ նշանակություն ունեն։ Նա յուրաքանչյուրի հետ քաղցրությամբ էր վարվում, սիրո մաքուր սրտով։ Նա առատաձեռն էր իրեն հանդիպած մարդկանց նկատմամբ։ Նա հաստատակամ էր ճշմարտության հանդեպ։ Այժմ ես ասեր, ժամանակն է հաշիվ տալ քո կյանքի համար։ Ճշմարիտ է, դա այն է, ինչը կոչվում է հասուն եսասիրություն։ Ահա թե ինչու դու կազմակերպեցիր այդ ցուցահանդես հենց ժողովից առաջ։ Հենց դասարանի ընտրությունից առաջ։ Ճիշտ այդպես։ Ոչ։ Ռեստորան բացիր, Ջեյլոնի իմաստությամբ մեծ բաների կհասնես։ Այո, շատ լավ միտք եմ արտահայտել, բայց շատ ավելին կարող էի։ Սա էր գրանցվել։ Երբ գնանք տնօրենի մոտ, չասեք, որ խմել եք։ Ես նախընտրում եմ, որ դպրոցն այլ միջոցներ փնտրի իր տարածքը ընդլայնելու համար։ Միևնույն ժամանակ, հանուն համայնքի եւ Էնդելի քաղաքացիների, ես քվեարկում եմ Forest Hill ընկերության օգտին։ Ես ասեր, ես չեմ տեսել այն բարի գործերը, որ արել ես իմ անունով։ Այժմ եկել է ժամանակը, որդիս, քանի որ քո կյանքի մեծ մասը դու մտահոգվել ես քո ապահովության, համբավի եւ ինքնաարտահայտման համար։ Ահա իմ դատաստանը։ Տեր Ջեյլոն, ներիր ինձ։ Ես արժանի եմ քո մարզին։ Ես արժանի եմ միայնությանը։ Ես այնքան շատ եմ վատնել, այնքան քիչ վաստակել։ Քո տաղանդները եւ պատասխանատվությունը, որ տվել էիր ինձ։ Ես քո ողորմությունն եմ խնդրում, թեև գիտեմ ոչինչ էլ արժանի չեմ։ Արդյոք եսասերի անունը գրված է կյանքի գրքում։ Այո, տերի։ Եսասեր, դու իմ ծառան ես։ Դու հավատացել ես ինձ եւ հնազանդվել ես ինձ, թեև այդքան շատ բան ես պատնել։ Տեր, Ես սիրում եմ քեզ։ Դու իմ թագավորության մեջ կապրես կյանքիդ մնացած օրերը։ իմ թագավոր Ջեյլոն, շնորհակալ եմ քո ողորմության եւ քո սիրո համար։ Եսասեր, դու այլևս քո նախկին անունով չես լինելու։ Տես, ես քեզ նոր անուն եմ տալիս։ Իմ թագավորության մեջ դու կկոչվես Համեստ։ Ես հարթավայրում քեզ համար բնակարան եմ պատրաստել, եւ քո գործը կլինի հողամշակությունը։ Թեև դու քաղաքի կառավարիչը չես լինի, դու կօգնես ինձ որոշ բաներ կառավարել։ Կառավարել քեզ հետ։ Դու Աֆաբել քաղաքում առաջնորդ չես լինի, ինչևէ, ինչպես այս քաղաքի յուրաքանչյուր բնակիչ, դու կօգնես ինձ կազմակերպել իմ ղեկավարությունը։ Քո կոնկրետ հանձնարարությունն է ուսուցանել եւ վարժեցնել 20 քաղաքների հողամշակներին Բենդատ մայրցամաքից։ Շնորհակալ եմ, Տեր։ Այժմ ինձ մոտ եք։ Սա կյանքի ծառի պտուղն է։ Վերցրու։ Վերցրու։ Վերցրու եւ կեր։ Սա ամենահամեղ միրգն է, որ երբևէ կերել եմ։ Այն իմ միտքը եւ սիրտը մաքուր եւ պարզ է դարձնում։ Սա այն նույն ծառն է, որի մասին գրված է հնագույն գրվածքներում։ Միացիր նրանց, երկնքի խնջույքն է։
Սա համեստն է։ Դու կարող ես բոլորիս հետ ապրել։ Եվ իմ ընդունելությանն արժանանալ, որովհետև իմ հաճությունը քեզ վրա է։ Շատ գործ ունենք անելու։ Շնորհակալ եմ Ջեյլոն թագավոր։ Շնորհակալ եմ։ Վեր կաց համեստ։ Բարի գալուստ որդիս։ Ուշադրություն, ուշադրություն։ Հաջորդը, ով կանչվում է զորավոր Ջեյլոն թագավորի առջև, դատաստանի սրահ, դա խաբվածն է։ Իմ հերթն է։ Իմ հերթն է։ Ամեն ինչ լավ կլինի։ Ճիշտ ես, իհարկե, ամեն ինչ լավ կլինի։ Շնորհակալ եմ բարեգործություն։ Եկ գնանք։ Սեյջս, այդ դու ես։ Գնացինք։ Ախ, իմ նախկին ուսուցիչ։ Շնորհակալ եմ հիանալի ընդունելության համար, պարոն։ Գնացինք։ Լավ։ Սպասիր։ Մթնում է։ Ոչ, սպասիր, դու չես թողնի ինձ հենց այստեղ։ Դու պատմիր տեսնեմ ինչ պատահեց խաբվածին, այդ հուսահատ սրտին եւ բարեգործության։ Ոչ, դու չես կարող ինձ այսպես թողնել։ Սեյջս։ Փիթեր։ Պատմության այս վերջին մասը կարող է փոքր-ինչ լարված լինել քեզ համար։ Համոզված ես, որ պատրաստ ես։ Ես պատերազմի թղթակից եմ։ Բուն նյութինացիր։ Շատ լավ։ Ես նպատակակետին կհարվածեմ։ Դատաստանի սրահը։ Ամենամեծ ուրախության եւ ամենախավար ողբերգության վայրը։ Աֆաբել մուտք գործելու վայր եւ միայնության երկիր ուղարկելու վայր։ Իմ 5 ուսանողներից 3-ն են մնացել, որ կանգնեն Ջեյլոնի առջև, այնինչ սպասվում է խաբվածին, հուսահատ սրտին եւ բարեգործությանը, կազդի նրանց հոգու եւ կյանքի վրա շատ տարբեր ձևերով։ Արքայական պահակախումբը խաբվածին առաջնորդեց դեպի ահեղ դատաստանի մեծ սրահը։ Ես քայլում էի նրա կողքով, մինչ մենք երկար կղզու մոտով դեպի գահն էինք գնում։ Նայիր այս վայրին, Սեյջս։ Ես երբեք նման բան չեմ տեսել։ Ինչ հսկայական է։ Ինչ հիանալի է։ Արդյոք սա անողորմը չէ։ Ինչ է նա անում այստեղ։ Նա ողջնդելի ամենաչար մարդն էր։ Դու կարող ես խոսել նրա հետ, եթե ցանկանում ես։ Այո, շնորհակալ եմ։ Անողորմ։ Բարև խաբված։ Իմ անունը նախկինում էր Անողորմ, բայց Տեր Ջեյլոնը փոխեց իմ անունը եւ դրեց Հաշտված։ Հիանալի է, բայց դու երբեք դպրոց չես գնացել։ Եվ դու մերժել ես Ջեյլոնին ավելի քան իմ ճանաչած մարդկանցից որևէ մեկը։ Ճիշտ ես, բայց այնուամենայնիվ ես անգիտությամբ եմ արել, ինչ որ արել եմ։ Քանի որ դպրոց չեմ գնացել, ես երբեք չէի լսել հնագույն գործվածքների կամ Ջեյլոնի առաջարկած կյանքի մասին։ Ես պարզապես գնացի բարեգործության ռեստորան ճաշելու։ Ես գաղափար չունեի այն մասին, որ կմերժվեմ, երբ կկանգնեմ դատաստանի օր։ Անողորմ։ Ինչ։ Գիտեմ, որ վերջերս դժվար ժամանակներով ես անցնում։ Դա քեզ չի վերաբերում։ Իհարկե վերաբերում է։ Եվ ես մտածում էի դրա մասին։ Իհարկե։ Գիտես, ես կարող եմ վճարել քո ճաշի համար։ Ես անվճար կարող եմ ճաշել։ Մի պայմանով, Ամեն բանի հետ համաձայն եմ։ որ մնաս եւ խոսես ինձ հետ։ Չեմ կարծում, որ մի աման ճաշի համար արժե այս ձևականությունը։ Ոչ թե ձևականություն, այլ անկեղծ զրույց։ Ես հիմար չեմ։ Անողորմ, ես ուզում եմ խոսել քեզ հետ Ջեյլոնի մասին։ Իսկ ես ուզում եմ ասել, թե ինչ եմ ուզում ուտել։ Ես կոպիտ էի, իսկ նա հաստատակամ։ Նա ասաց, որ դեռևս ուշ չէ կյանքս Ջեյլոնին հանձնելու համար։ Իմ ողջ կոպտությամբ հանդերձ ես առաջին անգամ զգացի, թե ինչպես հույս թափանցեց իմ խավար հոգու մեջ։ Բարեգործությունն ասաց, որ ես կարող եմ ներում գտնել։ Ես կարող եմ հաշտվել եւ Ջեյլոնի թագավորության քաղաքացի դառնալ եւ բախվեցի իրականությանը։ Ես խոնարեցի գլուխս։ Ես արտասվեցի։ Ես անողորմս։ Հենց ռեստորանի մեջտեղում։
Անհավատալի է։ Ջեյլոնի սերը հաղթեց ինձ։ Ես ընդունեցի նրա ներումը եւ իմ ողջ կյանքը նրա հսկողությանը հանձնեցի։ Թեև Էնդելում ընդամենը 1 շաբաթ ապրեցի, իմ ողջ սրտով նվիրվեցի նրան։ Ում վիրավորել էի կամ ումից գողացել էի եւ ներողություն խնդրեցի։ Ես ավելին տվեցի, քան որ վերցրել էի։ Եվ այժմ դու հաշտվածն ես։ Մենք պետք է գնանք։ Այո, իհարկե։ Հաջողություն, հաշտված։ Հաջողություն։ Գիտես, Սեյջս, ես հիմա շատ ավելի լավ եմ զգում։ Եթե Ջեյլոնը կարող էր անողորմին ընդունել, հաստատ ինձ էլ կընդունի։ Վերջի վերջո ես երկար տարիներ եմ Ջեյլոնին հավատացել։ Շատ ավելի երկար, քան անողորմը։ Սեյջս։ Այժմ դու պետք է մենակ գնաս Ջեյլոնի գահի առջև։ Բայց մենակ։ Ես խորհուրդ կտայի խոնարհվել։ Ջեյլոն թագավոր, ես խոնարհվում եմ քո առաջ։ Խաբված ժամանակն է հաշիվ տալ քո տնտեսության համար։ Զարմանալի է, իմ ողջ կյանքը։ Հեյ, դուրս արի այդտեղից։ Իմ ողջ կյանքը։ Ես հայտնաբերեցի, որ Ջեյլոնը մեծ շնորհքի թագավոր է։ Առանց նրա զորության ես ոչինչ եմ։ Ես սրա մասին շատ չեմ անհանգստանում։ Ի վերջո Ջեյլոնն ուզում է, որ այստեղ Էնդելում լավ ժամանակ անցկացնենք։ Ահա թե ինչի համար է այսքան ներողանում։ Իսկ ինչ վերաբերում է Ջեյլոնին, ապա ես նրան կանվանեի բաց դուռ կամ իմաստուն ճանապարհ։ Ես չեմ ուզում, որ որևէ մեկը տեսնի։ Լավ, հիանալի է։ Մենք հաճելի ժամանակ կանցկացնեինք այստեղ, ինչ կասես։ Օ, ես չեմ ուզում տեսնել այն։ Ինձ թվում է, որ դու ջանք էլ չես արել Ջեյլոն թագավորի օրենքներին հետևելու համար, չէ՞։ Նա գիտի, որ ես կատարյալ չեմ։ Ահա թե ինչու է նա այսքան շնորհառատ։ Քանի որ ես օգտագործում եմ իմ միջոցները ու ոչ մեկին վատություն չեմ անում, ամեն ինչ պետք է լավ լինի։ Ես ահավոր բաներ եմ արել, պարոն, բայց խնդրում եմ, հիշիր, որ այս ամենի հետ մեկտեղ ես հավատացել եմ քեզ։ Խաբվածի անունը գրված է կյանքի գրքի մեջ։ Ոչ, տերի։ Ինչ։ Խաբված, դու մեղադրվում ես ինձ ուրանալու մեջ։ Քեզ ուրանալու մեջ։ Քեզ պետք է տանեն միայնության լքված երկիրը, որտեղ կանցկացնես կյանքիդ մնացած մասը տանջանքի եւ թանձր խավարի, անհուսության եւ միայնության մեջ։ Ոչ, չի կարող պատահել։ Սխալ է, սա մեծ կոպիտ սխալ է, սա կոպիտ սխալ է։ Ջեյլոն, ես հավատացել եմ քեզ, դու գիտես դա, ինչպես կարող էի ուրանալ քեզ։ Արդյոք չես լսել, որ քո ուսուցիչները զգուշացնում էին նրանց մասին, ովքեր վստահեցնում էին, թե ճանաչում են Ջեյլոնին, բայց ուրանում էին նրան իրենց ապրած կյանքով։ Բայց հզոր թագավոր, ես հաճախել եմ քո դպրոցը։ Սեյջս է կարող է վկայել դա։ Ես հավատարիմ էի իմ բոլոր դասերին։ Ես ներգրավված էի դպրոցի շատ գործունեություններում։ Ես նույնիսկ ես տեր եմ դավանել։ Ինչու ես ինձ տեր դավանում, եթե չես անում այն, ինչ սովորեցնում եմ քեզ։ Իմ խոսքերն արդեն զգուշացրել են քեզ ասելով. շատերն ինձ տեր կդավանեն, բայց կզրկվեն Աֆվաբելի քաղաքացիությունից։ Մեկ հարցի պատասխանի վրա հիմնվելով, արդյոք հնազանդվել են հորը։ Մինչդեռ դատաստանի օրը շատերը կասեն. Տեր, մենք քո մասին շատերին ենք պատմել եւ քո անունն ենք օգտագործել։ Եվ ես կպատասխանեմ նրանց. դուք երբեք էլ իմը չեք եղել։ Հեռացեք, ձեր գործերի համար ես լքում եմ ձեզ։ Բայց ես հավատք ունեմ։ Ես հավատացել եմ քեզ։ Ըստ քո խոսքերի ես պետք է փրկվեմ։ Սեյջս, կարդա խաբվածի համար այն, ինչ սովորեցրել եք նրանց դպրոցում։ Հնագույն գրվածքներից։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր,
Ինչ օգուտ կա այն բանից, որ ասում եք, թե հավատք ունեք, եթե այն ձեր գործերով չեք ապացուցում։ Այդպիսի հավատքը ոչ ոքի չի կարող փրկել։ Բավական չէ միայն հավատք ունենալ։ Հավատքը, որը բարի գործերով չի դրսևորվում, բոլորովին էլ հավատք չէ։ Այն մեռած է եւ անօգուտ։ Խաբված, բավական չի ասել, որ հավատք ունես։ Նրանք, ովքեր իսկապես հավատում են, ցույց կտան, կփոխվեն եւ այլևս չար պտուղ չեն տա։ Իսկ դու շարունակեցիր խավարի իշխան Դեյկանի համար պտուղ բերել։ Ակնհայտ է, որ դու երբեք էլ անկեղծ չես նվիրվել ինձ ողջ սրտով։ Բայց ինչ կասեք այն մարդու մասին։ Նրա, որ անողորմ է կոչվում։ Ես նրանից լավն եմ։ Ինչպես կարող էիր նրան ներս բերել, իսկ ես դուրս անել։ Դու անարդարացի ես դատում։ Ես եմ անարդար, թե դու։ Քեզ ասվել էր, որ եթե չար մարդը դառնա իր չարությունից, հնազանդվի տիրոջ եւ ուղիղ ապրի, նա կփրկի իր հոգին։ Քանի որ նա դարձել է իր չար ճանապարհից եւ լավ կյանք է ապրել, նա անկասկած կապրի ոչ թե կմեռնի, անողորմն այդ ճանապարհով գնաց։ Այսպես են ասում հնագույն գրվածքները։ Դու այդպես չարեցիր։ Բայց ես շատ մարդկանց եմ պատմել քո մասին։ Շարունակաբար։ Դու գիտես դա։ Ես նույնիսկ քո դպրոցն եմ հաճախել։ Մի խառնիր իմ գործերը եւ մի հիշեցրու ինձ իմ խոսքերը։ Դու մերժել ես կարգը եւ արհամարել իմ օրենքները։ Օգտագործել ես քո շահի համար։ Օգտվել ես եւ ժամանակը չարության եւ անբարոյականության մեջ վատնել։ Դու անիծել ես, ստել, ուշադրություն չես դարձրել լեզվիդ, չարախոսել ես քո սեփական եղբոր դեմ։ Ես լուռ էի։ Դու մտածում էիր, որ անտարբեր եմ, բայց այժմ եկել է պատժի ժամանակը։ Դու մեղադրվում ես վերը նշված բաների համար։ Կապեք նրա ձեռքերը եւ ոտքերը, տարեք նրան եւ գցեք դրսի խավարը, որտեղ կլինի լաց եւ ատամների կրճտոց։ Հեռացեք ինձնից։ Դադարեք։ Դու չար եւ դաժան թագավոր, չար եւ անարդար եւ անգութ։ Ոչ! Սեյջս, դու չես կարող թույլ տալ նրանց այսպես վարվել ինձ հետ։ Կանգնեցրու նրանց, խնդրում եմ։ Օ խաբված, Ջեյլոնի դատաստանն արդար է եւ վերջնական։ Ոչ, ոչ, խնդրում եմ։ Ոչ, խնդրում եմ։ Այո, տերիմ։ Սերունդ կա, որ անմեղ է իր աչքին, այնինչ դեռ մաքրված չէ իր անօրենությունից։ Բարեգործություն, կարծում եմ վերջն է։ Սեյջս, Բարեգործություն, հուսահատ սիրտ։ լսեցի, որ այստեղ ես։ Խնդրում եմ ասա մեզ, ինչպես են անկախը, ես ասերը եւ խաբվածը։ Սեյջս, ինչ է պատահել։ Ամեն բան կհայտնվի ժամանակին։ Ինչ նկատի ունես։ Ուշադրություն, ուշադրություն։ Մեծ թագավոր Ջեյլոնի առաջ դատաստանի սրահում պետք է ներկայանա հուսահատ սիրտը։ Իմ հերթն է, իմ հերթն է։ Եկ հուսահատ սիրտ։ Հաջողություն, բարեգործություն։ Հաջողություն ընկերս։ Հաջողություն։ Արդեն քանի անգամ լսել եմ այս դռների փակվելը։ Ամեն անգամ այն ինձ անհանգստացրել է։ Սեյջս, այստեղ շատ հարուստ մարդիկ եմ տեսնում։ Ինչպես կարող են հարուստներն այս շարքերում լինել։ Այստեղ հարստության խնդիր չկա։ Այստեղ սրտի հարց է։ Ոչ, ես չեմ կարող հավատալ սրան։ Երկակի կյանքն է այստեղ։ Ինչպես կարող էր նա այստեղ խցկվել։ Չեմ հասկանում, Ջեյլոնը գիտի ինչ է նա արել։ Ամեն բան կհայտնվի ժամանակին։ Հուսով եմ, որ կհայտնվի։ Ահա, Ջեյլոնի գահը։ Ահա իմ ուսուցիչներից ոմանք դռների մոտ են։ Ժամանակն է, որ մենակ մոտենաս գահին, հուսահատ սիրտ։ Ամեն ինչ նորմալ է։ Հասկանում եմ, հասկանում եմ։ Թագավոր Ջեյլոն, իմ զորավոր թագավոր։
Հուսահատ սիրտ, ժամանակն է, որ հաշիվ տաս քո տնտեսության համար։ Ուզում եմ ասել քեզ, թե ինչքան եմ գնահատում քո մասնակցությունը, եւ ուզում եմ իմանաս, որ այն բոլոր լրացուցիչ դասերը, որոնց կամավոր մասնակցել ես, անօգուտ չեն լինի։ Կարծում եմ մեծ բան է սպասվում քեզ։ Հուսահատ սիրտ, դու մեծ խոստումներ ունես։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Սրանք իմ ունեցած ամենալավ հիշողություններն։ Չարախոսությունը խոսում էր քո մասին։ Ինչ նկատի ունես։ Դե նա երեք տնօրենին ասաց, որ դու քննել ես ուսանողներից մեկի հետ։ Ինչ։ Լսել եմ, որ նա էլ է դիմում նույն գործի համար։ Ինչ։ Ինչպես նա կարող էր այդպես վտանգավոր լինել։ Նա դավաճանեց ինձ։ Օ, նա պատասխան կտա դրա համար։ Չներելը պտղաբեր հող է դառնության արմատի համար։ Արմատ, որը կարող է մաշել քո սիրտը։ Բայց գիտես շարախոսություն, չեմ հավատում, որ երբևէ կարող եմ ներել քեզ։ Հուսահատ սիրտ, կարելի է։ Մի հարցրու։ Օ, ոչ, ես չեմ ուզում տեսնել սա։ Ոչ, մենք չպետք է այսպես անենք։ Այո, ճիշտ ես, չպետք է մենք։ Բայց ես ուզում եմ։ Սա այնքան ստորացուցիչ է։ Որքան ժամանակ է, որ ուզում ես ինձ հիմարի տեղ դնել։ Ինչպես երևում է, դու քո շուրջը որոշ հիմարների ես հավաքել։ Ես քեզ երկու բառ կասեմ. 1. Չարախոսություն, 2. Հարաբերություն։ Օհո, ոչ մի սխալ չկա։ Երեք գիշեր ես ձեզ միասին տեսա։ Ես քեզ տվեցի այն, ինչ ունեմ։ Եվ սա այն է, ինչ դու վերադարձնում ես ինձ։ Եվ հենց չարախոսության հետ։ Դու ներել ես երկակի կյանքին։ Ներողություն։ Դու ներել ես երկակի կյանքին այն ամենի համար, ինչ արեց քեզ հետ։ Իսկ դուք գիտեք, թե ինչ է նա արել։ Նա խորտակեց իմ կյանքը։ Այն, ինչ արեց նա քեզ հետ, մեծագույն չարիք էր։ Սակայն դա չէր, որ խորտակեց քո կյանքը, այլ քո չներելը։ Էնդելում քեզ սովորեցրել էին, որ եթե չհամաձայնես ներել ուրիշներին, ես էլ քեզ չեմ ների։ Ինչպես կարող էիր նման մարդկանց թույլ տալ դպրոցում առաջին տեղերը զբաղեցնել։ Ես երբեք կարողությունից ավել փորձություն չեմ տվել։ Դու ընկար, բայց երբեք չապաշխարեցիր։ Ես ապաշխարեմ։ Մեղավորը երկակի կյանքն էր, նա պետք է դատվի։ Օ, զսպիր քեզ։ Ներեցեք։ Սա իմ տեղը չէ, ես գիտեմ, բայց թագավոր Ջեյլոն, խնդրում եմ, հիշիր, թե ինչքան եմ ես նվիրվել քեզ։ Խնդրում եմ։ Հուսահատ սրտի անունը կա արդյոք կյանքի գրքում։ Ոչ, տերի։ Ոչ։ Ոչ։ Ինչ նկատի ունես։ Իմ անունը չկա կյանքի գրքում։ Հուսահատ սիրտ, դու մեղադրվում ես արդարությունից շեղվելու եւ ինձ ուրանալու մեջ։ Եվ քեզ պետք է տանեն միայնության լքված երկիր։ Ոչ։ Որտեղ կանցկացնես կյանքիդ մնացած մասը թանձր խավարի, անհուսության եւ միայնության մեջ։ Ոչ, սա չի կարող ճշմարտություն լինել։ Տեր Ջեյլոն, ես հավատացել եմ քեզ։ Սա պարզ կտեսնեք, երբ նայեք իմ կյանքը հենց հիմա, եւ ես լավ կյանք եմ ապրել հիմնված իմ հավատքի վրա։ Այո, իմ սիրտը խստացել էր, բայց դա իմ մեղքով չէր, դա չարախոսության եւ երկակի կյանքի մեղքն էր։ Մոռացել էիր արդյոք իմ զգուշացումները ձեր ուսուցումներում։ Անօրենության շատանալու պատճառով շատերի սերը պիտի պաղի, բայց նա, ով մինչև վերջ համբերի, կփրկվի։ Դու մինչև վերջ չհամբերեցիր։ Բայց Տեր Ջեյլոն, ես միշտ հավատացել եմ, որ երբ մարդը փրկվում է, նշանակում է, որ նա միշտ փրկված կլինի եւ երբեք չի կարող կորցնել իր փրկությունը։ Նույնիսկ ուսուցիչներից ոմանք էլ այդպես են սովորեցրել։ Ըստ նրանց ոչ ոք չէր կարող ինձ փախցնել քո ձեռքից։ Այո, ճիշտ է։ Ոչ ոք չի կարող փախցնել քեզ իմ ձեռքից։ Բայց երբեք չեմ ասել, որ դու չես կարող հեռանալ ինձնից։ Դու ինքդ ընտրեցիր այդ ճանապարհը։ Սեյջս։ Եթե մարդիկ մեր Տեր եւ Փրկիչ Ջեյլոնի գիտությունով հրաժարվեն աշխարհի պղծություններից, այնուհետև նրանցով բռնված հաղթվեն,
Այդ մարդկանց վիճակը շատ ավելի վատ է, քան որ սկզբում էր։ Ավելի լավ կլիներ նրանց համար, որ բնավ արդարության ճանապարհը ճանաչած չլինեին, քան թե ճանաչեին եւ ճանաչելուց հետո հետ դառնային այն սուրբ պատվիրաններից, որ ավանդվեց նրանց։ Այո, ասում եմ, որ ավելի լավ կլիներ, որ բնավ արդարության ճանապարհը ճանաչած չլինեին, քանի որ նրանց վերջն առաջինից վատ կլինի։ Ինչպես կարող էիր հավատալ, որ անհնար է փրկությունը կորցնել։ Եթե հնարավոր չէր կորցնել, ինչպես պիտի մարդիկ փոխվեին։ Ինչու չլսեցիր քո ուսուցիչներին, որոնք շարունակ քեզ իմ խոսքն էին ասում։ Ես այդ ամենը զգուշությամբ արձանագրել եմ, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա ճանաչել ճշմարտությունը։ Ինչու թույլ տվեցիր ինքդ քեզ խաբել։ Եթե հավատայիր նրան, ինչ ասել էի, դու կհաղթահարեիր քո կյանքի դառնությունը եւ չէիր մեղանչի։ Քո կեղծ, հարմարավետ, բացարձակ ապահովության պատճառով դու թույլ տվեցիր, որ դառնությունն աճի քո կյանքում։ Այժմ դատաստանի ժամանակ այն չի կարող փոխվել։ Բայց ընդելում ես այնքան բարի գործեր եմ արել։ Ես հստակ ասել եմ իմ մարգարեի միջոցով, եթե արդար մարդն իր արդարությունից դառնա եւ այլ մարդկանց նման մեղք գործի, պիտի ապրի։ Ոչ իհարկե։ Ոչ իհարկե ոչ։ Նրա բոլոր նախկին գործերը կմոռացվեն եւ նա կմեռնի իր մեղքերի համար։ Մինչդեռ դու ասում ես, Տերը արդար չի վարվում։ Լսիր ինձ։ Ես եմ անարդար, թե դու։ Երբ արդար մարդիկ մոլորվեն բարի ճանապարհից եւ սկսեն մեղսալի գործեր գործել, նրանք կմեռնեն դրանց համար։ Այո, իրենց մեղքի պատճառով պիտի մեռնեն, արդար է։ Քո բարի եւ արդար գործերը մոռացվել են եւ քո հաշվին չեն գրանցվում։ Բայց Տեր, դու ասել ես, որ եթե բերանով քեզ փրկիչ դավանենք, մեր անունը կգրվի կյանքի գրքում։ Ինչպես կարող է պատահել, որ իմ անունն այժմ այնտեղ չէ։ Նրանք, ովքեր համբերում են մինչև դատաստանի օրը, նրանք են, ովքեր հաղթում են։ Եվ ես հստակ ասել եմ, նա ով հաղթի ճերմակներ պիտի հագնի, եւ ես նրա անունը չեմ ջնջի կենաց գրքից։ Եթե ասել եմ, որ չեմ ջնջի հաղթողի անունը, պարզ է, որ անունը կարող է ջնջվել։ Հակառակ դեպքում ես կասեի, եթե ինձ Տեր դավանես, քո անունը հավերժ կգրվի կյանքի գրքում։ Բայց ինչպես կարող ես ինձ միայնության երկիր ուղարկել։ Սեյջս, կարդա հնագույն գրվածքներից, որոնք դուք Էնդելում կարդում էիք։ Մարդը, որ խոհեմության ճամփայից շեղվի, մեռելների ժողովի մեջ պիտի բնակվի։ Կապեք նրա ձեռքերն ու ոտքերը, տարեք նրան դրսի խավարը, որտեղ կա լաց եւ ատամների կրճտոց։ Կանչվածները շատ են, բայց ընտրվածները քիչ։ Ինչպես կարող եք այսպես վարվել ինձ հետ։ Դու ահավոր թագավոր ես։ Դու դաժան եւ ահավոր թագավոր ես։ Ես անիծում եմ քեզ։ Ես անիծում եմ քեզ։ Ոչ, 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 ես ատում եմ քեզ։ Ոչ։